Քննարկում են կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենան Անուշյան։ Համեցեք։ Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 102 միլիոն եվրո արժողությամբ վարկ։ Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը և բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները։ Պետք է նշեմ, որ սա առաջին վարկային ծրագիրն է համաշխարհային բանկի հետ, որտեղ որ մենք արդյունքների վրա հիմնված համաձայնագիր ունենք, այսինքն մի քանի տարիների համար գծագրվել են, նախանշվել են այն արդյունքները, որոնք որ կառավարությունը իդեմս առողջապահության նախարարությանը պետք է հասնեն ռեֆորմների միջոցով եւ միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը որ կհամալրի առողջապահության բյուջեն։ Նշեմ այն բոլոր ոլորտները արդյունքների, որոնց շուրջ կառուցված է համաձայնագիրը, արդյունքների ոլորտ առաջին դա բժշկական օգնության որակի բարելավումն է։ Առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավումը Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ոչ վարակիչ հիվանդությունները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով, այդ թվում առաջնային բժշկական օգնություն տրամադրող հաստատություններում բժշկական օգնության սպասարկման ընթացիկ մոդելի վերանայման, առաջնային և երկրորդական բժշկական օգնության մակարդակներում ընտրված որոշակի, որոնք որ հիմնական բեռ են հանդիսանում ոչ վարակիչ հիվանդությունների համար բժշկական օգնության արձանագրությունների կամ պրոտոկոլների մշակում և իրականացում, հեշտացնելու համակարգված և բարձր որակի բժշկական օգնության և ուղղորդման գործուն համակարգը, կատարողականի վրա հիմնված պայմանագրերի իրականացում, որոնք ներառում են որակի ցուցանիշներ, ի լրումն քանակի, ծածկույթի ցուցանիշների և ճշգրտված ֆինանսական խրախուսական գումարների և բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և լիցենզավորման համակարգի մշակում և ներդնում։ Արդյունքային երկրորդ ոլորտը վերաբերում է առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացմանը, ներառում է առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում, անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին նորից բարեփոխումների միջոցով, այդ թվում մրցունակ գնագոյացման ընդունում և իրականացում էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, առողջապահական տեղեկատվական համակարգերի բարելավման հետ մեկտեղ այս բարեփոխումներն իրականացնելու համար մշտադիտարկումն ու կատարումը ուժեղացնելու նպատակով եւ արդյունքային երրորդ ոլորտը վերաբերում է առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցմանը, սրանք նույնպես ուղղված են բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես առողջության ապահովագրության ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում եւ այս ծրագրի իրականացում գործառնական ծրագրի իրականացման համար գործառնական եւ կառավարման հիմքերի ստեղծում եւ առողջապահական հիմնական փաթեթի արժեքի սահմանում եւ դրա վերանայման անընդհատ ճկուն վերանայման գործիքների մշակում։ Պետք է նշեմ, որ վարկային ծրագիրը համահունչ է կառավարության 2021-26 թվականների ծրագրին եւ կառավարության կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-26 թվականների զարգացման ռազմավարությանը
ինչպես նաև բոլոր այն միջազգային պարտավորություններին, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը հանձնառություններ է վերցրել իրականացնել բարեփոխումներ, որոնք միտված են առողջության համապարփակ ծածկույթի ապահովմանը մեր երկրում։ Խնդրում եմ հաստատել։ Հարցերի համար հերթագրում։ Ադևոս Ավետիսյան։ Տիկին Անուշյան, իհարկե համաձայն եմ, որ պարտք վերցնելը, ասենք 100 միլիոնով, 200 միլիոն դոլարով, եվրոյով, SDR-ով համապատասխանում է կառավարության 2021-26 թվականի ծրագրին։ Այդտեղ չեմ էլ վիճում, տեսնում ենք այդ միանշանակ, բայց մի քանի կարևոր այստեղ խնդիրներ առաջանում, իհարկե դուք եք զեկուցում, սա մի քիչ ավելի նաև ձեր ոլորտից դուրս ֆինանսների ոլորտին է վերաբերում, ֆինանսական կայունության, նաև որոշակի կառավարման սկզբունքներին, բայց վստահ եմ կառավարությունում քննարկած կլինեք։ Հիմա փող եք վերցնում պարտքով միջնաժամկետ, թե երկարաժամկետ, որ ընթացիկ ծախսեր հոգաք, սա լավ սկզբունք չի։ Երկրորդ այն ինչ նշեցիք, դրա մի մասը առյուծի բաժինը ձեր նախարարության գործառույթն է, որ պետք է անեք, այսինքն հիմա այդ պարտքով փողը վերցնում եք, ինչ անեք, աշխատավարձ ստանում եք, այդ գործը պետք է անեք, հիմա լրացուցիչ պարտք չեք վերցնում։ Եվ վերջապես երրորդ հարցը տոկոսին է վերաբերում, ինչ տոկոսով եք այդ փողը վերցնում, որովհետև քիչ փող չէ, էլի 102 միլիոնը այն 13 քանի միլիարդին է ավելանում, եւ բնականաբար շատ կարևոր է հասկանալ, թե ընթացիկ սպասարկման ինչ բեռաբերում։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ավետիսյան, նախ ես չասեցի, որ պարտք վերցնելը համապատասխանում է կառավարության ծրագրին։ Ես ասեցի, որ բոլոր այն ռեֆորմները, որոնք որ պետք է իրականացվեն այս ծրագրի շրջանակներում, որոնց շուրջ կազմված են ցուցանիշներ, արդյունքահեն ցուցանիշներ, որոնք հիմք են հանդիսանելու վարկի արհանման կամ մասնահանման համար, դրանք համապատասխանում են կառավարության ծրագրին եւ առողջապահության ռազմավարության բոլոր այն բարեփոխումներին, որոնք որ մենք իրականացնում ենք եւ իրականացնելու ենք ներողություն, հարգելի գործընկերներ, բազում գործընկերներ, զբաղեցնեք ձեր տեղերը։ Շարունակեք, Տիկին Անուշյան։ Շնորհակալություն։ Ինչու պարտք եւ ուզում եմ ասել, որ սա ոչ թե աշխատավարձերի վճարման է գնալու, պարոն Ավետիսյան, այլ ինչպես նշեցի, ցանկացած նախանշված ցուցանիշ, որին որ հասնելու ենք կառավարության աշխատանքի միջոցով, դուք արձագանքեք, ես շարունակեմ։ Արձագանք։ Ուրեմն առանցելը ժամանակը քիչ էր, ձեզ էլ խանգարեցին, համարյա բան չհասկացա։ Տեսեք, նորից կրկնեմ, այդ տոկոսը ասեք, այդ կարճ է, էլի, այդ մի թիվա կասեք արագ, կարևոր է, ինչ տոկոսով եք վերցնում։ Մեկ էլ էլի մի կարճ բան, ընթացիկ ուրեմն ծախսերը, այն ինչ որ ասում եք մշակենք լիցենզավորման այսինչ են ինչ, եթե նայեք ձեր նախարարության գործառույթների մեջ է, եթե սպարտքը չվերցնենք էլ, դա դուք պետք է անեք, դրա համար աշխատավարձ եք ստանում, վստահ եմ նաև պարգևատրումներ, ոչ միայն դուք, նաև բարձրաստիճան պաշտոնյաները, որ այդ գործն անեք, էլի, հիմա ասում եմ այդ պարտքը, որ վերցնում եք, ինչ անեք, մանավանդ, որ ստեղ լսեցինք այս երեք օրը, որ լիքը փող է հավաքվում, ստվերը կրճատվել է 4.2 միլիարդ դոլար, չգիտեմ ինչից ավել փող եք հավաքել որպես կառավարություն, բայց այդքան լիքը փող կա, հիմա նորից պարտք եք վերցնում ընթացիկը սպասարկելու համար, ասում եմ, դա լավ կանոն չի ֆինանսական կայունության տեսանկյունից։ Սենց լիքը խնդիրներ էլի։ Պարոն Ավետիսյան, եթե կարելի է շարունակեմ, ուրեմն այս պարտքը կամ վարկային ծրագիրը ոչ թե ուղղված է աշխատավարձերի վճարմանը, այլ հստակ վարկային համաձայնագրում նշված է, թե ինչին է ուղղված։ Սա բյուջետային վարկ է եւ բոլոր այն ցուցանիշները, որոնք որ մենք հանձն ենք առել, որ կհասնենք այս 3-4 տարիների ընթացքում, որի համար պետք է իրականացնենք մեծածավալ աշխատանքներ, միայն
ամեն տարի յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու պարագայում այդ վարկը կմասնահանվի եւ կտրամադրվի պետական բյուջեին եւ պետական բյուջեից կհամալրվի առողջապահության բյուջեին, որպեսզի իրականացվի այն բոլոր ռեֆորմները մեծածավալ, մասնավորապես մարդկանց բժշկական ծառայությունների հասանելիությունն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը, որը որ գիտեք սահմանված է եւ կառավարության ծրագրով եւ առողջապահական ռազմավարական ծրագրով։ Տոկոսադրույքի հետ կապված պետք է ասեմ, որ վարկը լողացող տարեկան տոկոսադրույթ ունի 6 ամսյա Իուրիբորով եւ լողացող սպրեդով, որը կազմում է օգոստոսի անցյալ տարվա օգոստոսի դրությամբ կազմում է 4.577%։ Մայր գումարի մարումը նշեմ, որ իրականացվելու է 2039 թվականից հուլիսի 15-ից մինչև 2049 թվականը հունվարի 15-ը վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով։ Հովիկ Աղազարյան, անում եք, Արթուր Խաչատրյան։ Պարոն Խաչատրյան, դուք ձեռք մի տվեք, հիմա կմիացնեն, միացեք։ Տիկին Նանուշյան, վարկի ժամկետայնությունը, վազքի ծածկման ուղղությունները եւ երրորդ հարցս։ Երրորդ հարցը հետո մի հատ էլ կա։ Առաջինը որն է։ Նորից կրկնենք։ Առաջինը վարկի ժամկետայնությունը, արտոնյալ ժամկետը, երբ եք ակնկալում վարկը ստանալու եւ վարկային պայմանագիրը կնքելուց հետո այդ commitment fee-ն ինչքան է կազմելու եւ ինչու է հարցը չի քննարկվել ֆինանսական հանձնաժողովում։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խաչատրյան, վարկի մարման ժամկետը կազմում է 25 տարի, որից արտոնյալը կազմում է 15 տարի։ Վարկի սպասարկման գծով վճարումները կատարում են կիսամյակային կտրվածքով յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին եւ հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի վճարումը կատարվելու է մարումը սկսվելու է 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը։ Ծրագրի ավարտը, այն հանձնառությունները, այն ցուցանիշները, որոնք որ դրված են, նախատեսվում է 2029 թվականի սեպտեմբերի 30-ը եւ պետք է նշեմ, որ այս վարկային համաձայնագիրը քննարկվել է եւ առողջապահության հանձնաժողովում եւ ֆինանսական հանձնաժողովներում ազգային ժողովին։ Արձագանք շարունակեմ։ Բա ես ուր էի, ես այդ հանձնաժողովի անդամ եմ։ Ինչ նշանակում, հա ֆինանսական հանձնաժողովից, պարոն Կարապետյան, դուք հիշում եք, որ այս հարցը մեր հանձնաժողովում քննարկված լինի։ Ես ինչ է։ Ես երևի սխալ Դուք հաստատ սխալ եք ասել։ Ես ասեմ։ Ես ինչ։ Վերջ, արձագանքն ավարտվեց։ Ոչ չէ, արդեն անջատվել է խոսափողը։ Թող չանջատեր, ես մի րոպե չեմ վերջացնել։ Դե ասեք։ Եվ մյուս հարցը, ես հարցրեցի։ Տեսեք վարկը ոնց է գործում։ Այսօր որ դուք վարկային համաձայնագիրը կնքեք, լավ, դոնորը փողը սառեցնում է։ Եվ այդ սառեցնելու համար ինքը ձեզանից փող է գանձում։ Դուք ասում եք 29 թվին վերջանալու է։ Այդ դեպքում ինչի եք այսօր փող վերցնում, որի ծախսելը կապված է ծրագրի որի ստանալը կապված է իրականացնելու հետ։ Ինչի եք այդ վնասը տալիս այս պետությանը։ Ճիշտն ասած, ես լավ չհասկացա, վնասը ինչով ենք տալիս, ընդհակառակը ես կարծում եմ, որ հստակ սահմանված այն բոլոր օգուտները, որոնք որ այս ծրագրի շրջանակներում մեր քաղաքացիները ստանալու են, կապված ֆինանսական մատչելիության եւ մնացած բժշկական ծառայությունների որակի բարձրացման եւ այլ մնացած հարցերի հետ կապված։ Ինչ վերաբերում է հանձնաժողովների, ես երևի հանձնաժողովի անունը սխալ ասացի, քննարկվել է տիկին Ծովինար Վարդանյանի հանձնաժողովում իր հետ։ Եվ առողջապահական հանձնաժողովում։ Արմենուհի Գյուրեղյան։ Տիկին Նանուշյան, ես փորձեմ հարց տալ այնպես, որ հասկանաք վնասը ինչում է։ Նայեք, հիմա դուք այստեղ տեղեկանքում գրել եք, որ այս վարկի նպատակը առողջապահության համապարփակ ապահովության ներդրման ընթացքում
բարելավելն է բժշկական օգնության որակը, մյուս արդյունքային առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացումը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը եւ այլն։ Եվ հետո ավելացրել եք նաեւ, որ նախատեսվում է այս միջոցները ուղղել համապարփակ ապահովագրական համակարգի կիրառման շրջանակում սուբսիդավորման նպատակով։ Ասել է, թե այս գումարը դուք վերցնում եք եւ պետք է ուղղվեն ապահովագրական համակարգը ներդրնելու ընթացքում։ Հիմա հարց. երբեք ըստ ձեր հաշվարկների նախատեսում, այսինքն երբեք դուք պատկերացնում, որովհետև ազգային ժողովը դեռ չի հաստատել, զեկույցի մեջ էլ գրված էր, որ դեռ գնում են ապահովագրական համակարգի անցման օրենքի քննարկումները։ Ըստ ձեզ, երբ օրենքը կընդունվի եւ երբ մենք մեր երկիրը, մենք այդ ներդնենք եւ այս ծախսերը անենք, ինչքան ժամանակից հետո կլինի ձեր հաշվարկով։ Շնորհակալություն հարցի համար, Տիկին Գյուրեղյան, ապահովագրական առողջության համապարփակ ապահովագրության հարցը ներառված է ինչպես կառավարության 2021-26 թվականների միջոցառումների ծրագրում, այնպես էլ կառավարության կողմից հաստատված առողջապահության զարգացման ռազմավարության մեջ, առողջապահության նախարարությունը կառավարության մյուս գործընկերների հետ անցյալ տարվանից սկսված նախաձեռնել է օրենքի մշակման աշխատանքները, որը որ բազմաթիվ անգամ քննարկվել է տարբեր շահագրգիռ կողմերի հետ եւ ֆինանսների նախարարության եւ հասարակական կազմակերպության եւ ներգրաված են եղել միջազգային կազմակերպություն, այդ թվում նաեւ ազգային ժողովի հանձնաժողովներում է քննարկումներ իրականացվել եւ օրենքի նախագիծը արդեն իսկ ուղարկվել է կառավարության արդեն հաստատմանը ներկայացնելու եւ հետագայում ազգային ժողով ներկայացնելու պլաններով։ Արձագանք։ Տիկին Նանուշյան, 23 թվականի փետրվարի 2-ից, երբ հայեցակարգը այդ համակարգի ապահովագրական արդեն ընդունվեց, դուք արդեն պետք է ըստ այդ հայեցակարգի 24 թվականին եւ ունենայինք օրենքը եւ ունենայինք արդեն կիրարկումը կոնկրետ խավերի նկատմամբ, 25 թվականին արդեն բոլոր թոշակառուները 1 տարի հետո բոլորը պարտադիր, այսօր դուք զեկույցում գրել եք քննարկումներ, մշակումներ են իրականացվում։ Այսինքն մենք դեռ չգիտենք վերջնական համաձայնեցված այդ նախագիծը երբ կունենանք, երբ կմտնի ազգային ժողով եւ երբ դա կընդունվի, բայց այս պայմանագրի մեր գործընկերս Խաչատրյանը հարցրեց, հա, ասեմ ձեզ, այս պայմանագրի երբ ենք վարկեր մուծելու։ Մուծելու ենք նախ միանվագ վճար 0.25%, պարտավորության վճար 0.25% այդ չօգտագործված սառեցված գումարի համար։ Մենք քանի տարի հետո ենք սկսելու օգտագործել, օգտագործածն իր տոկոսն ունի, հա, եւ մենք փաստացիորեն 102 միլիոն, դա 42 միլիարդ դրամ է։ Հիշեցնեմ, որ դուք անցած տարվա բյուջեում 18 միլիարդ էիք նախատեսել ապահովագրական համակարգի ներդրման համար։ 42 միլիարդ վարկ ենք վերցնում, չգիտենք երբ ենք օգտագործելու, բայց միանվագ եւ պարտավորության 0.25% ենք վճարելու։ Մի հատ հաշվեք 42-ից 0.25-ն ինչքան է։ Տիկին Գյուրեղյան, եթե կարելի է շարունակեմ, 0.25%-ը մուծվելու է միայն այն դեպքում, երբ որ ցուցանիշը սահմանված էր որոշակի ժամկետով հասնելու համար, մենք այդ ցուցանիշին չենք հասել, ասենք օրինակ կարող եմ բերել, որ որակին ուղված ԱԱՊ-ի օղակի բժիշկների վերապատրաստումներ են նշված որպես ցուցանիշ եւ այդ ցուցանիշը մենք պետք է հասնեինք տարվա ընթացքում եւ դրա համար նախատեսված է ենթադրենք որոշակի 5 միլիոն մասնահանум վարկային ծրագրից, եթե չենք հասնում այդ ցուցանիշին, դա նշանակում է միայն այդ չմասնահանված գումարի նկատմամբ, որը որ նշանակում է, որ լրացուցիչ պետք է ամեն ձևով աշխատանքները այնպես տանենք եւ մենք այդպես էլ նախատեսում ենք, որ բոլոր ցուցանիշները պետք է հասնենք եւ կատարենք մեր պարտականությունները։ Ինչ վերաբերվում է ապահովագրության հետ կապված, ապա պետք է, ինչպես արդեն ասացի, եւ կառավարության ծրագրով եւ ռազմավարությունով հաստատված եւ այդ հանձնառությունը ունենք եւ այս վարկային համաձայնագիրն էլ ստորագրելով եւս մեկ հանձնառություն է, որ համակարգը ներդրվելու է։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, հիմա կգնանք ընդմիջման, իսկ ընդմիջումից հետո քվեարկություններ ենք ունենալու, խնդրում եմ ուշադիր լինել։ Ընդմիջում։